Բարև ձեզ, հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում զրույցն է եւ այսօր ինձ հետ զրույցում Ալեքսանդր Մալայանն է։ Բարև ձեզ, պարոն Մալայան, շնորհակալություն, որ եկաք ինձ հյուր։ Եվ այսպես դուք ծնվել եք 1948 թվականի հուլիսի 17-ին Թբիլիսիում, ճիշտ եմ, չէ՞։ 72-ին ավարտել եք Երևանի բժշկական ինստիտուտը, բժշկական գիտությունների դոկտոր եք, պրոֆեսոր, առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժն եք, 120-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ եք, գլխավորում եք Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան։ Ասում են աչքերը հոգու հայելին են, դա այդպես է։ Եվ հակառակը, հոգին էլ աչքերի հայելին է։ Հոգին գործում է աչքերի հետ զուգահեռ, եւ եթե հոգու կան առատներ կամ բաց տարածքներ, աչքը դա փակում է, լրացնում է։ Այսինքն սա այն հավերժական հարցը կարող է լինել հոգին է աչքի հայելին, թե աչքը հոգու հայելին։ Ժամանակին Հիպոկրատը այսպիսի մի բան է ասել, ես կարդացի եւ բավական զարմացա, որ մի բժշկիր անվճար, քանի որ այն մարդը, ով բժշկվում է անվճար, չի գնահատում իր առողջությունը, իսկ այն մարդը, ով բժշկում է անվճար, չի գնահատում իր աշխատանքը։ Դուք ինչպես եք վերաբերվում Հիպոկրատի այս ասածին, արդյոք Հայաստանում իսկապես բժշկությունը պիտի վճարովի լինի լիակատար։ Գիտեք ինչ, Հիպոկրատի խոսքերին բոլորին ես վերաբերում եմ որպես սրբություն եւ այդ դեպքում էլ ամեն ինչ ունի իր փոխհատուցումը։ Դա կարող է լինել նյութական, կարող է լինել եւ հոգեբանական։ Բայց տվյալ դեպքում իհարկե որոշ բաներ կան, ճշգրիտ ուղղվածություն կա այդ ասվածքի մեջ, բայց դա չի նշանակում, որ բժիշկը բժշկում է անպայման որևէ վճար ստանալու համար։ Հիպոկրատի երթումը, որը մենք տալիս ենք հիվանդին, մարդուն օգնելու երթում։ Եվ նամանավանդ Հայաստանում իհարկե մենք պետք է պահպանենք այդ ոսկյա միջինը եւ վճարով եւ անվճար բժշկության համար, որը որ ապահովում է եւ ապահովելու է պետությունը։ Այսպես թե այնպես ինչ որ թե մի փոխհատուցում իր աշխատանքի համար բժիշկը կամ բժշկական հիմնարկը պետք է ունենա։ Նա չի կարող աշխատել անվճար, որովհետեւ նամանավանդ ներկայությամբ եւ նամանավանդ ակնաբուժությունը բավականին ֆինանսածախս մասնագիտություն է։ Մեր ամբողջ պիտույքները եւ ել չեմ ասում սարքավորումների մասին բավականին թանկ են։ Եվ ընդհանրապես ներկայությամբ գործնական բժշկությունը շատ թանկ հաճույք է։ Եվ եթե դու ուզում ես, որ դու ունենաս առաջադիմություն եւ առողջ ազգ, ապա դու պետք է հետևես այդ նորությունների։ Սուվորովն ինչ ասել։ Ասել է, եթե դու չկերակրես քո բանակը, կերակրես թշնամուտ բանակը։ Մոտավորապես դա կարելի է վերագրել եւ բժշկության։ Եթե դու չհետևես նորությունների, օրինակ հիմա մենք մեզ փորձարկման համար բերել են բացարձակ նոր սարքավորում, նոր արհեստական ոսնակների օգտագործման համար, որը մեզ տալիս է բավականին մեծ հեռանկարներ այդպիսի տարածված հիվանդության համար, ինչպիսի կատարակտան է։ Մենք բարձրանում ենք մենք ուրիշ մակարդակի վրա, ուզում ենք բարձրանանք, ուրիշ մակարդակի վրա այդ բանը, այդ տարածված ախտահարումը հաղթահարելու, հաջող հաղթահարելու համար, որտեղ մարդկանց պահանջն էլ հանդեպ առողջություն բարձրանում է, չէ՞ որ սոցիալական մակարդակը բարձրանում է դրա հետ եւ մարդու վերաբերմունքը հանդեպ իր առողջությունը։ Մենք մասնագիտական խոսակցությունը դեռ կշարունակենք։ Ես ուզում եմ դուք մի փոքր պատմեք ձեր հոր Սերգեյ Մալայանի մասին, որը Երևանում հիմնեց ակնաբուժական կլինիկան։ Գիտեք ինչ, գաղտնիք չեմ ասի, որ միշտ դժվար է այդ հարցին, այդպիսի հարցին պատասխանելը, քանի որ քո մեջ միշտ այդ երկու հասկացողությունը իրար զուգահեռ են, իրար սերտաճված են, մի կողմից ծնող, մի կողմից էլ դասատու։ Ես թողնեմ ծնող ասած բառը, մենք բոլորս
եւ սեղանի շուրջը եւ կյանքի ուրիշ պահերին միշտ ծնողին հիշում ենք եւ ես չեմ ուզում բնութագրեմ իրան որպես ծնող, դա պարզ է։ Բայց որպես դասատու, որպես ուսուցիչ, այդ բառը ավելի ես ընդունում եմ։ Որպես ուսուցիչ իհարկե նա խաղացել է գերագույն դեր իմ ձևավորման եւ որպես մարդ եւ որպես մասնագետ։ Ինքը շատ գործնական էր մասնագիտությունում եւ իր միտքը աշխատում էր շատ գործնական եւ որոշ դեպքերում մի փոքր շեղված դեպի ֆիզիկական կրթությունը։ Նա երիտասարդ ժամանակ ուզում էր դառնալ ինժեներ, ընդ որում կոնստրուկտոր, որը եւ այդ իր սերը ամբողջ կյանքում իրան ոնց որ ասում եք կրնգակող խարեց։ Իր բոլոր աշխատությունները կապված է այդ նորությունների հետ։ Օրինակ, նա տեխնոլոգիական թեզը պաշտպանեց ստեղծելով հայերեն լեզվով աղյուսակներ տեսողության սրությունը որոշելու համար։ Մինչ այդ կար ռուսական, կար միջազգային եւ հայկական չկար։ Հիմա մենք դա ունենք եւ օգտագործում ենք շատ լայն արդեն քանի 55-60 տարի է։ Եվ ուրիշ նորաձևություններ, որոնք եւ նա հոյակապ վիրաբույժ էր եւ ընդ որում վիրահատական իր դիապազոնը հայացքը շատ լայն էր եւ դասախոս էր մեր իր հոր եղբայրը, որը Թիֆլիսում հայտնի ակնաբուժ պրոֆեսոր էր, որը որ մասնավոր ընդունելություններ կատարում իր տանը եւ վիրահատություններ են նույն ժամանակ իր տանը, այո։ Նու մեծ տուն էր, այսպես ասած, եւ այդ հնարավորությունը կար։ Իր մոտ վիրահատում են օրինակ եւ քեթկոգորտի մասնագետները։ Եվ ասած փոքր վիրահատություններ բերանի խորոչի ստոմատոլոգների կողմից ինքը քանի որ դա ուներ գալիս են վիրահատում են իր վճարը տալիս են եւ օգտագործում են որպես հիվանդանոց։ Հիմա այդ գաղափարը, որը արդեն իր մեջ մանկուց է մնացել, ես համարում եմ, որ այսօր ընդունելի է։ Մենք կառուցում ենք հիվանդանոցներ մեծ, ճոխ եւ բազմապրոֆիլային եւ ուզում ենք, որ այնտեղ ամեն ինչ լինի, ամեն բաժանմունք լինի, բայց շատ հաճախ փոքր մասնագիտությունը հարաբերական ակնաբուժություն։ Պարտադիր չի, որ դա լինի անպայման մեծ, կառուցված, հագեցված ամեն ինչի համար։ Պետք է լինի հնարավորություն ուրիշ մասնագետներին, ակնաբուժներին, որոնք որ ախտորոշեն իրենց փոքր կլինիկաներում, բայց վիրահատության անելու համար ոչ թե ստեղծեն իրենցը, օգտագործեն մեկ ուրիշինը։ Օրինակ մեր հիվանդանոց։ Մենք կարողություն ունենք կատարելու վիրահատությունները 3-4 անգամ ավելի, քան հիմա։ Եվ բժիշկները, որոնք ախտորոշում են այդ հիվանդությունը, ենթադրենք վիրաբուժական ուղղության իրենց կլինիկաներում, կարող են վերցնել իրենց հիվանդին, եթե իրենք կարող են վիրահատել, բերեն մեր հիվանդանոցում վիրահատեն, ինչ որտեղ իրանց ամբողջ վճարից մի մասը վճարել հիվանդանոցի, կունենան անվճար եւ գործիքներ, եւ քրոջ աշխատանք, եւ իր հետեւից հավաքեն, եւ ինչ որ պետք է անեն, նա հիվանդին վիրահատի, վերցնի տանի իր հետ վիրահատական մենեջմենտը անի իր հիվանդանոց։ Տանը թե չեմ անում պոլիկլինիկայի կաբինետ։ Այդ գաղափարը ես ունեցել եմ փոքր ժամանակ եւ շնորհիվ հորս։ Այդպես էլ կար, բայց նա ուզում էր Երևան գար, Հայաստան։ Ոչ միայն աշխաբան հայրենասիրական նկատառումներով, այլ որպես մասնագետ։ Ինչու, որովհետև նա ապագա չուներ այնտեղ։ Բայց ինչու չուներ ապագա։ Գիտեք ինչ, թողնենք մի կողմ քաղաքականությունը, բայց համենայն դեպս արդեն ստեղծվում են այդ վիճակը, որ իրենք Վրաստանում ստեղծվեն իրենց ազգային կադրերը եւ երբ որ ընտրությունը կանգնում, մենք էլ ենք այդպես երևի։ Այո։ Վրաստանում վրացի կընտրեն, այո։ Դրվում է քոնի եւ մեկ ուրիշի միջև ազգության, իհարկե
Եթե հավասար պայմաններն են, իհարկե ընտրությունը կատարում է։ Հետո նա ասպարեզ էր ուզում։ Եվ Հայաստանում այո, իսկապես նա ասպարեզը ստացավ։ Ամենայն դեպս նա Վրաստանում այդ հարգանքը, պատիվը եւ ամեն ինչը, ինչ որ նա այստեղ վաստակեց, նա այնտեղ չէր ունենա։ Դա բացած անվիճելի է։ Պարոն Մալայան, ուզում եմ մի փոքր նկարագրեք ձեր զգացողությունը։ Դուք այժմ ղեկավարում եք այն կլինիկան, որը ստեղծել է ձեր հայրը եւ որը կրում է ձեր հոր անունը։ Այ ինչ զգացողություն է, դուք գիտակցում եք այդ պահը, որ դուք այդ կլինիկայի ղեկավարն եք, շարունակողն եք։ Այո, իհարկե, դա իմ կյանքի մեծագույն հաճույքներից մեկն է։ Որովհետև նա երազում էր, բայց իրան բախտ վիճակեց ընդ աշխատել ընդամենը 2 ամիս եւ իհարկե ահավոր մեծ պատասխանատվություն։ Ես պատասխանեմ ոչ միայն կոլեկտիվի համար, ոչ միայն լավ բուժված հիվանդի համար, ես պատասխանի առջև կանգնած եւ իմ եսի առջև, իմ ծնողիս առջև, իհարկե դա իր լրացուցիչ շատ մեծ մասը ունի պատասխանատվության։ Եվ դա այնպես է, որ նա չի վերջանա։ Երևի այդ պատասխանատվությունը նաև ձեր աղջիկը որ չէ, կգրի, որը հիմա աշխատում է Մալայանի կլինիկայում։ Այո, լրիվ ինքն է շարունակելու արդեն այդ պատասխանատվությունը ըստ էության։ Ինչ ասեմ, մարդը պետք է կյանքում ունենա մի ինչ ասեմ, դրդող մեծություն, որը իրեն կարող է օգուտ տա եւ մասնագետների համար, եւ մարդ, եւ ամուսին, եւ բարեկամ, եւ ընկեր, ինչևից է։ Այդ մեծությունը քո մեջ պետք է լինի։ Եթե չկա, ապա դժվար է մի բանին հասնել։ Ինչ կասեք Մալայանների տոհմը որտեղից է գալիս։ Գիտեք ինչ, ես մի քիչ թերի եմ այդ հարցում, բայց գիտեմ, որ հորս կողմը, այդ Մալայան Սերգեյի կողմը Շուշեցի էին։ Եվ մեծ էր շատ այդ Մալայան ազգանունի կրողները, բայց հիմա մենակ ես եմ մնացել։ Ու վերջ։ Այո, դեռ։ Բայց հույսով եմ։ Չէ, վստահ եղեք։ Ուրեմն, երբ վերջերս ես ձեր կլինիկայում էի, իմացա, որ դուք Վրաստանից մի բարձրաստիճան պաշտոնյայի եք սպասում, որը պիտի գա ձեզ մոտ վիրահատման կլինիկայում։ Հարցս շարունակեմ։ Այն, որ այդ մարդը գալու էր, ըստ էության ինֆորմացիաս ճիշտ էր։ Դա կարող ենք ցուցանիշ համարել, որ ես գիտեմ, որ դուք այս հարցին չեք սիրում պատասխանել, բայց պիտի խնդրեմ չսիրելով իմ այս հարցին պատասխանեք։ Սա ցուցանիշ է, որ Մալայանի անվանակնաբուժական կլինիկան տարածաշրջանում կարող է առաջատարը համարվել։ Առաջատար, գիտեք ինչ, այո։ Ես այդ այոն մի քիչ ուրիշ երանգով եմ ասում, բայց քանի որ բժիշկ եմ, բժիշկները սովորաբար տենց շատ կտրուկ հա կամ չէ չեն ասում, մասնագիտությունը մեզ սովորացրել է մի քիչ մի փոքր տեղ թողնել, այո, լուսանցքներ թողնել, հետ նահանջելու համար։ Բայց այո, իհարկե, եթե մենք հիմա ասենք նայում ենք օբյեկտիվ, շփվում ենք եւ միջազգային համագումարների, շփվում ենք տարբեր ֆիրմաների հետ, որոնք որ սպասարկում են եւ մեզ եւ ուրիշներին, շփվում ենք հիվանդների հետ եւ ամենակարևորը մենք ունենք հետադարձ կապ Facebook-ը, բանը եւ այլն, սոցցանցերով, այո։ Այդ բոլոր հարցերից ես զգում եմ, որ դա այդպես է։ Բայց դա չի նշանակում, որ դու երբ որ ասում ես առաջատար, ուրեմն ամեն ինչով առաջատար ես սկսած չեմ անում քո գրված անվան եւ վերջացած վարդագույն վիրահատությունը։ Միտեղ կարող է պատահի մի որևէ հանգամանք ավելի լավ է, ավելի առաջատար է կամ քո մոտ։ Ինչևից է դա
բայց կարող եմ պատասխանել ձեր հարցին, այո։ Շատ են արտերկրից գալիս ձեզ մոտ վիրահատության։ Հաճախ։ Եվ սա էլ իսկապես լրացնում է այդ ցուցանիշը։ Այո, հիմա մենք ես չեմ ուզում մանրամասեմ, բայց կան դեպքեր, երբ որ գալիս են բազմաթիվ եւ երկարատև ընտրությունից հետո գալիս են եւ հարցը լուծում են իօգուտ քո հիվանդանոցի։ Այդ դա է ամենացուցադրականը։ Այսօր ես այդպեսի մի հատ դեպք եղավ, հենց մի ժամ առաջ նախքան գալուց։ Հիվանդ եկավ, հարցեցի ի՞նչ է, բա սենց։ Ասում քեզ բժիշկ նայել է, ասում է չէ, ասի առաջ անգամ ես եկել, չէ, ասում է եղել եմ, ում մոտ ես եղել, միջին երևի 65 տարեկան մարդ էր, ասում է մեր մի հատ ծանոթ ունենք, Լիլիթ անունը, Լիլո ենք ասում, իսկ մենք ունենք Լիլիթներ հիվանդանոցում, Շատ։ ասի մեր հիվանդանոց չէ, ասի բա որտեղ էիք, մասնավոր տեղ է, ասում մասնավոր, լավ, հասկացա, այսպես էլ է մասնավոր, բայց որտեղ էր, Գիտեք ինչ, ես 15 րոպե ուզում էի նա բացատրել ինձ որտեղ է, վերջասեր չեմ անում։ Չէ, գուցե եւ իսկապես չի եղել, ուղղակի։ Ստե տարբերակներ շատ են, կամ չի եղել, չի ուզում ինձ բան անի, կամ եղելա չի ուզում ասի, կամ իրոք չի հիշում։ Ես ավելի հակված եմ, որ ինքը չի եղել։ Գիտեք ինչը ինձ ոչ թե զարմացրեց, նու ինչ որ տեղ եւ վիրավորեց։ Մարդը եղել է բժշկի մոտ։ Միթե այդ բժիշկը իր մոտ այդպեսի այսքան գոնե տպավորություն չի թողել, որ նա ասի գիտես ինչ, այստեղ էր, այն բժիշկն էր, այս բանը արեց։ Այսինքն նա անցել է բժշկի աննկատ, բժիշկն է անցել իր առողջապահությունը, ինքը անցել բժշկի այցելությունով։ Դա շատ ցավալի է։ Գիտեք, ինձ վերջերս հյուրեր Արմեն Չարչյանը Եվ ինքը այսպեսի մի արտահայտություն արեց, որ մենք չունենք բժշկի գնալու կուլտուրա։ Մեզ մոտ չկա ձևավորված բժշկի մոտ գնալու կուլտուրա։ Գուցե հենց ձեր ասածը հենց դրա վկայությունն է, որ այո, մենք բժշկի մոտ գնալու կուլտուրա չունենք։ Ես կարող եմ ստորագրությունս դնեմ այդ խոսքերի տակ։ Եվ ինչպես եք վերաբերվում, այ որ հիվանդը ձեզ մոտ գալիս է, ասենք ձեր կլինիկա գալիս է, եւ որ արդեն ասենք եթե ինքը գար մի քանի ամիս առաջ դուք հստակ օգնություն կարող եք ցույց տալ, բայց այնքան է ուշացրել, որ արդեն դուք էլ ոչինչ չեք կարող անել։ Ինչ կասեք այդ հիվանդներին։ Դա մեր ցավերից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Մեր բնակչությունը բժշկի դիմումա ենթադրենք բերքահավաքից հետո, աշխատանքից հետո, աղջկան հարսանիքը անելուց հետո եւ այլն, ամեն ինչ կարևոր է, բացի բժշկի մոտ գնալը։ Բայց չի հասկանում, որ բժշկի մոտ եթե չգնաս, այդ բոլորը չի լինի։ Ճիշտ է, ճիշտ է։ Օրենքն է։ Եվ պատահական չի, որ զարգացած երկրներում այդպիսի հիվանդություններ, որոնք մենք ունենք, իրանք չունեն։ Ես չեմ խոսում ինֆեկցիոն հիվանդությունների մասին։ Բարդացումների, հա, երևի, բարդությունների արդեն։ Այդպիսի դեպքեր, որը մենք իրանք որ գալիս են մեր մոտ, ասում են, «Էս ի՞նչ է կատարում»։ Մենք ստե գալիս ենք, սովորում ենք։ Ասի, հա, սովորում ես, թե ինչ կլինի քեզ հետ, եթե դու ամիսներ շարունակ չգնաս։ Ես ուզում եմ նորից, ես կարդացել եմ Հիպոկրատի արտահայտությունները եւ երկուսը ինձ շատ զարմացրել են, մեկը արդեն ասացի եւ մեկն էլ այն է, որ ես հիմա կասեմ։ Այսպիսի մի բան էր ասում, ուզում եմ նորից վերադառնալ Հիպոկրատին, այսինքն նա ասում էր կարևոր չէ ինչպես ես բուժել, ինչով ես բուժել, ինչից ես բուժել, ապրում է արդյոք այդ մարդը քո բուժումից հետո, կարևորը այն է ճիշտ ես արդյոք լրացրել հիվանդության թերթիկը, անկետը ասվածը, ինչպես կմեկնաբանեք սա։ Ես կմեկնաբանեմ որպես ադմինիստրատոր, որ բժիշկները եւ գրագրությունը շատ հեռու են իրարից, ցավում են, բայց այդպես է։ Կան բժիշկներ, որոնք կա այդպեսի մի հասկացություն, բժիշկը հիվանդության թերթիկը պետք է գրի արյունոտ ձեռքերով։ Այսինքն նա վիրահատել է ձեռքները, վերջացրել է վիրահատությունը, դուրս է եկել վիրահատել, ձեռը դեռ արյունոտ է,
Միջև լվացվել նա պետք է այդ իստորիան ասած բառը լրացնի։ Դա առաջինը, երկրորդը ասվածքը։ Բժիշկը պետք է միշտ լրացնելուց հիշի, որ նա լրացնում է պրոկուրորի համար, դատախազի համար, ոչ թե տնօրենի համար, ոչ թե գիտական ղեկավարի համար, այլ դատախազի։ Եթե Աստված ոչ անի, այդ դատախազը գա եւ նայի իստորիան, եւ իստորիայի մեջ չգրված լինի արած աշխատանքը, նա արել է իր պարտքը գիտական եւ գործնական կատարել է, բայց չի գրել։ Դա արդեն նշանակություն չունի, դու արել ես թե չես արել։ Դու մեկը պատասխան ես տալու քո գրածից, քո գրածի հիման վրա։ Դա ցավոք սրտի շատ բժիշկներ չեն պատկերացնում, չեն գիտակցում եւ չեն իմանում։ Պաստորեն դեռ Տեսեք, ես վերջում ասացի չեն իմանում, որտեղ հաճախ իրենց չեն սովորացնում դա։ Դա համարվում է ինչ-որ երկրորդական աշխատանք։ Կգրեմ էլի։ Իսկապես ես ձեր բացատրությունից հետո հասկացա ինչու է այսպես ասել Հիպոկրատը եւ ըստ էության շատ ճիշտ է ասված։ Եթե Հիպոկրատից այսպես ասած սկսել ենք, Հիպոկրատի երկու ասվածներ ես ասեմ։ Ասեք։ Առաջինը, երբ որ նա հիվանդին հետազոտում էր, արդեն նստում էին երկուսով նա պետք է բացատրեր իրան վիճակը հիվանդին։ Նա ասում էր, հարգելի հիվանդ, հիմա մենք այստեղ երեքով նստած ենք, պետք է քու վճիրը անենք։ Ասում է, ինչու երեքով, մենք երեքով ենք, ասում է, ոչ, երկուսով ենք։ Ասում է, ես եմ, դու ես եւ քո հիվանդությունը։ Եթե դու լինես քո հիվանդության կողմը, դուք երկուսով ինձ կհաղթեք։ Իսկ եթե դու լինես իմ կողմը, մենք կհաղթենք հիվանդությանը, այո։ Եվ երկրորդ թող մի քիչ բան չտվա, մեծամտություն չտվա, բայց դա Հիպոկրատն ասի, ես չեմ ասել։ Ասում է, Աստված տվել է երկու ծունկ հիվանդին, որ մեկը խոնարհի իր արչև, երկրորդը բժշկի։ Ես չեմ անում, գիտեմ եւ ցավոք ոչ բոլոր բժիշկները արժանի են այդ ծնկաչոկության, բայց այդ մարդը ասել է, այդ մարդը ռեալ մարդ էր եւ շատ ճիշտ է ասված իսկապես, որտեւ այն մարդը, ով քեզ կյանք է պարգևել, ձեր պարագայում ով քեզ աչքի լույս է պարգևել, իսկապես խոնարհումի է արժանի։ Իհարկե շնորհակալություն մասնագիտության գնահատելու համար այդպիսի բարձր, բայց կարելի է հիվանդին բուժել եւ վերաբերմունքով։ Իհարկե։ Նամանավանդ անհույս հիվանդին։ Այո։ Եվ կյանքը դաժան է։ Համաձայն։ Վերջ։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում զրույցն է, ինձ հետ զրույցում այսօր Ալեքսանդր Մալայանն է։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում շարունակվում է զրույցը Ալեքսանդր Մալայանի հետ։ Պարոն Մալայան, երբ որ ես ձեր աշխատասենյակում էի, նկատեցի մի կարևոր բան։ Ձեր աշխատասենյակը երկրորդ հարկում է, որտեղ գտնվում է նաև մանկական բաժանմունքը։ Սա պատահականություն է, թե դուք այնպես եք արել, որ փոքրիկ պացիենտները մշտապես ձեր տեսադաշտում լինեն։ Գիտեք ինչ, անկեղծ ասած դա պատահականություն է եւ տնօրենը, որի հետ միասին հայրս տեղափոխվեց հիվանդանոց, ընդեղ էր իր նախատեսված առանձնասենյակը, հայրս նստած էր 4-րդ հարկում եւ այդպես ոչ թե ավանդույթ այն, այլ սերունդափոխության ձևով եկավ հասավ ինձ։ Ես ընդեղ եմ նստած, որտեղ միշտ նստել է հիվանդանոցի տնօրենը։ Ցավոք առաջինը 2 ամսից հետո մահացավ, հորից հետո մահացավ եւ նոր տնօրեն եկավ, որ ընդեղ էր իրենից հետո ես եմ։ Բայց մանկականը այնտեղ ինչ որտեղ բան կա, երևի ինչ որ խորհուրդ կա ամեն դեպքում։ Քանի մանկականից ենք խոսել, մանկական բաժանմունքից, այսպիսի մի ընթացիկ հարց, ոնց որ մանկական աչքի այդ հիվանդությունները շատացել են, հա, վերջին շրջանում։ Որտեղ շատ են փոքրեր գալիս ձեզ մոտ, շատ։ Իհարկե, այո։ Բայց արդյոք դա ռեալ պատկեր է հիվանդացության մանկական, որովհետև շատ եւ շատ երեխաներ գալիս են հիմա ի շնորհիվ սոցիալական
վիճակի լավացման եւ ամենակարևորը հոգեբանական եւ մտավոր ավելի բարձր մակարդակի պատճառով։ Ես այստեղ որպես բժիշկ եմ խոսում։ Ես 40 տարի է եւ հայրս էլ մինչեւ այդքան տարի եւ մանկական հիվանդությունը Հայաստանում միշտ էլ կար։ Բայց ցավոք շատ հաճախ դրա մեծամասնությունը կազմում է կարճատեսություն եւ հեռատեսությունը, որ ակնոցների անհրաժեշտություն ունի։ Նույնիսկ էլ Երևանում, այսպես ասած, մշակութային եւ ամեն ինչի կենտրոն եւ կրթության։ Այո։ Խուսափում են երեխային ակնոց տալուց։ Այո, ստիպելուց հագնելու։ այո։ Եվ դա բերում է բավականին մեծ բարդությունների։ Աչքը չի սովորում տեսնել լավ։ Հասկանալի է։ Հիմա մենք փառք Աստծո եւ փառք մեր առողջապահությանը եւ ինչու՞ չէ մեզ էլ, որ մենք կարողացանք ժողովրդի մեջ աստիճանաբար դա մշակել վերաբերմունք, այն նոր խոսում ենք դրա մասին, վերաբերմունք հանդեպ բժշկի։ Չեք պատկերացնում ինչ կոմպլեքսային վիճակի մեջ են ընկնում երեխաները ծնողների պատճառով։ Ծնողը ասում է ինչ ուզում ես արա, մենակ երեխային ակնոց չտաս։ Ուղղակի սարսափում ենք, հիմա այդպիսի երևույթներ շատ եւ շատ քիչ է։ Եվ դա աճեցրեց, այսպես ասած, թիվը հիվանդների։ Առաջին անց տանն էին նստում, հիմա գալիս են բժշկի մոտ բնականը աճել է։ Չնայած որ այո, ընդհանուր աճնել կա։ Դա ունի իր հիգիենիկ բացատրությունները եւ տնտեսական եւ բնածին դա է մտահոգիչ ավելի շատ բնածին ախտահարումներն են շատանում գնալի աստիճանաբար վնասվածքները մենք անընդհատ ասում ենք եւ ես եթերը միշտ օգտագործում եմ դրա համար ասելու թե աչքա թող մի քանի երեխային մեկն ու մեկը թող կողքը լինի կամ երեխան պետք է լինի քո տեսադաշտի մեջ ասում են ի՞նչ է եղավ ես ոչ չի թռնելու ասում ես հա բայց դու տեսնում ես ոնց է լինում իսկ եթե դու տեսնում ես դու կարող ես գաս ու պատմես մեզ թե ոնց եղավ մենք մոտավորապես արդեն կընթադրենք ինչի հետ գործ ունենք իսկ երբ դուք երեխային բերում եք նամանավանդ երեխան որը փոքր է բերում եք եւ ասում եք չենք իմանում ինչ եղավ այսինքն դու արդեն սկսում ես ինֆորմացիան զրոյից երեխան չի խոսում հարցերի չի պատասխանում, լացա լինում, աչքերը փակ եւ այլ եւ այլ։ Եվ այստեղ սխալվելու հավանականությունը իրոք կարող է մեծ ախտորոշման տոկոսը ճշգրիտ ախտորոշման տոկոսը ցածրանում է։ Անկեղծ ասած ես ակնոց եմ կրում երևի արդեն 33 տարի, 34 տարի, 7 տարեկանից ես ակնոց եմ կրում։ Ճիշտ է, ես զգացել եմ, դե պատկերացրեք, ասենք, այդ թվերին 70-ականների վերջերին, 80-ականների սկզբին, ինչպիսի վերաբերմունք էր իսկապես ակնոց կրող երեխայի նկատմամբ։ Ես անցել եմ այդ փուլը, բայց ես հիմա այնքան եմ իմ ակնոցին սովորել, որ եթե Աստված մի օր պետք չլինի ինձ ակնոցը, ես հաստատ զրոյական ապակի եմ կրելու, բայց ակնոցը կրելու եմ անպայման։ Շատերն են անում այդպես։ Հիմա ակնոցը իսկապես եւ ինչ ասեմ նորաձևություն է մի տեսակ դարձել եւ անբաժանելի մասնադառը մեր հասարակության այո մեր չգիտեմ մեր շատերի կերպարի անբաժանելի մասը այո ակնոցն է դարձել Ալեքսանդր Սերգեյիչ ինչ հարաբերությունների մեջ եք իշխանությունների հետ մասնագիտական եւ քաղաքացիական քանի որ նախ եւ առաջ քաղաքացի եմ հետո բժիշկ եմ բայց ես ունեմ եւ մտերիմներ բան եւ իշխանական կարգերից շերտերից ինչ ասեմ եւ հիվանդներ կան որոնք որ մեր ծառայություններից օգտվում են եւ համենայն դեպս նորմալ չեմ իրենք ինչպես են վերաբերվում մեզ բայց մենք իրենց վերաբերվում ենք շատ նորմալ իհարկե առաջի հերթին նկատի ունենալով որ նրանք մարդ են եւ իրենք էլ կարող են հիվանդանալ։ Եվ միշտ պատրաստ ենք։ Չեք կարծում արդյոք մարդիկ երբ որ 20-րդ դարից անցան 21-րդ դար։ Այդ 20-րդ դարում շատ կարևոր մարդկային որակ չմնաց այնտեղ։
հետները չբերեցին, որակ, հենց մարդկային որակ լուրջ։ Շատ ցավոք, ցավալի հարց եք տալիս։ Իհարկե մնաց։ Ես չեմ անում իմ տարիքս ուրիշ է, հիմա ուրիշ դար է, մենք ոչ թե փորձում ենք հարվարվել, փորձում ենք ներմուծել եւ հասկանալ ժամանակակից դարի պահանջները, բայց միևնույնն է մենք չենք կարող նույն ձևի հասկանանք, ինչպես օրինակ իմ թոռը, որ 23 տարեկան է եւ ինձ շատ բաներ է զարմացնում իր վարքագծերում, որոնց մասին ես կա ասում եմ, կա պահում եմ, համբերությունս, այսպես ասած, լարում եմ եւ անտեսում եմ, իհարկե, այն ինչ որ առաջ ասում է, բայց տեսեք մի օրինակ բերեմ, նամակագրությունը, հեռախոս, ինտերնետ, չեմ, Facebook, բան եւ այլն, ես մի քիչ թերի եմ այդ բաներից, առաջ նամակ էին գրում մարդիկ, չէ՞, հեռախոս չկար, եւ այդ նամակ գրելը մեծ արվեստ էր, սկսած թանաքամանից եւ չեմ բանի գրիչից վերջացած ոճից խեղճ Պուշկինը դրա համար դուժեց որոշ բաներ սխալ էր գրում այսպես ասած ծաղրելու արտաբանը աշխատանքները առիթ դառան որ իրան կանչեցին եւ վախճանը գիտեք հետո հեռախոսը հիմա էլ դա հեռացնում է մարդկանց իրարից մարդիկ պետք է զրուցեն նորմալ մարդկային հարաբերությունը դա զրույցն է մարդիկ պետք է աշխատեն հասկանալ իրար լեզվով հասկացնեն լեզվով որովհետև լեզուն դա ասում է այն ինչ որ կա մարդու ուղեղում որոշ դեպքերում իհարկե կա եւ հակառակը բայց դա իհարկե ոնց ասեմ խլում է մարդկային հարաբերությունից բավականին թերի է դարձնում չի կարելի ամեն ինչ վստահել տեխնիկային, թեկուզ ամենակատարյալ տեխնիկային։ Պետք է մի քիչ վերջապես մարդը գոյություն չունի։ Մարդը շփման կարիք ունի, գիտեք, մարդը դադարում է շատ որակներ ունենալուց, երբ որ այդ շփումը չի լինում, իսկապես։ Մարդը քանի դար, քանի հազարամյակ գոյություն ունի։ Ոյս մենակ էս 50-60 տարին չի, բայց այս հազարամյակների ընթացքում մշակվել է լեզու ասած բառը։ Այո, այո։ Եվ ում են պետք մարդիկ առանց լեզվի։ Եվ այդ լեզուն չօգտագործելով մարդը թերանում է։ Ես այդպես եմ կարծում։ Չէ, ես համաձայն եմ ձեզ հետ, այո։ Իսկ կան վիրահատություններ, որոնք արտերկրում արվում են, բայց Հայաստանում չեն արվում։ Չկա դրա հնարավորությունը։ Գիտեք ինչ։ Հիմնական վիրահատությունների խմբեր կան, տարբեր։ Ենթադրենք կատարակտը։ Ամենատարածվածը։ Ամենատարածված, այո։ Չկա կատարակտան կարելի անել այս ձևով։ Չկա մեր մոտ ձև, որը մենք չանենք։ Կարող է այդ ձևի անելը մի փոքր Գերմանիայում մի փոքր ուրիշ ձևի են անում, ուրիշ ձևի։ Բայց ես այդ հարցը կուզենայի մի փոքր վերափոխեի, եթե թույլ տաք։ Իհարկե։ Մեր մոտ ոչ թե դա է, շատ հաճախ ինձ հարցնում են այդ հարցը տալիս են։ Արդյոք արժի գնալ արդ երկիր, թե չէ։ Մարդը ունի իրավունք երկրորդ կարծիքը, նա կարող է մի կարծիք ստանալ մեր հիվանդանոցում, երկրորդը չեմ անում Իսրայելում կամ Գերմանիայում կամ մի որ կամ չեմ անում Վարդենիսում։ Այդ իր իրավունքն է։ Մեր մոտ գեր նշանակություն ունի հիմա ոչ թե այդ վերին շերտը, այդ սերուցքը բժշկության, այլ ավելի ցածր բանը շերտը։ Ենթա բարձր բժշկական, բարձրագույն բժշկական միջին խավը, բժիշկների միջին խավը, քույրերի, քույրական սպասարկում է եւ մենեջմենտի։ Մեր մոտ դա թերիա բացարձակ։ Մենք չունենք այդ մակարդակը, որը արվում է այնտեղ կա։ Դրա համար մարդիկ որ գնում են ախր ուրիշ է, ոնց որ թե լավ է, բայց մի բան է։ Անսովոր է։ Դա է կարևորը։ Եթե վերցնենք միևնույն վիրահատությունը, որը արվում է, նույն վիրահատությունը, որը արվում է եւ Հայաստանում, եւ ասենք, չգիտեմ, Գերմանիայում կամ Ֆրանսիայում, Եվրոպայում,
որակական առումով եւ գումարային առումով արդյոք մեծ է տարբերությունը։ Տեխնիկական տեսակետից տարբերությունը հիմնականում մենեջմենտի մեջ է, ոչ թե վիրաբուժի։ Անում ենք, արել ենք, անում ենք եւ կանենք։ Բայց վերջապես վիրաբուժն էլ է մարդ։ Այդ սարքավորումներ պետք է սպասարկվի, մենեջմենտ արվի, որ նա նորմալ աշխատի, իր ամբողջ հնարավորությունները դու կարողանաս օգտագործես։ Քույրն էլ կողքդ կանգնած, նրա մակարդակն էլ նշանակություն ունի։ Չեմ օպերացիոն սեղանը, որի վրա հիվանդը վիրահատվում է, կա օպերացիոն սեղան, որը արժի 10-12 եվրո, եւ սեղան կարելի է պատրաստել 4 հատ կես դիմանուց խողովակներ իրար հետ սվարկան է, հիվանդի մի հատ բան գցել ու պարկասեն դրա վրա վիրահատել։ Այն դեպքում բժիշկը հիվանդը գտնվում է բարձրացակ դրախտային պայմաններում, իսկ ստեղ նա ուղղակի իր ուշադրությունը կենտրոնացված է եւ դրա վրա թե հիվանդը ոնց է պարկած։ Եվ դա իհարկե հիվանդների համար բան նշանակություն շատ որոշիչ, ոչ թե որոշիչ, այլ տպավորիչ, կասեի, թե ինչպես են բուժում Գերմանիայում եւ ինչպես են բուժում Հայաստանում։ Բայց երբ այդ նույն գերմանացիները, նույն հրեաները ես վկա եմ, ես ասում եմ այն ինչ որ ես ինքս եմ իմ աչքերով տեսել, նույն թեկուզ ռուսները, երբ որ եկան երկրաշարժի ժամանակ եւ տեսան, թե հայ բժիշկները ինչ վիճակում են աշխատում, ինչով են աշխատում եւ ոնց են աշխատում, նրանք ոչ թե հիացած էին, այլ ապշած էին։ Հասկանալի է։ Պարզ է։ Այո։ Չի կարելի համեմատել բժիշկին։ Բժիշկի պայմաններ ունի, չեմ, ընտանիքում առավոտյան կինը ավելորդ հարցեր է տվել, պրետենզիաներ առաջարկել, հանձնարարություն է տվել, շուկա, չեմ, խանութ բան եւ այլն։ Դուս ես գալիս արդեն նյարդացած վիճակում։ Իսկ հայ բժիշկին ինչ ուզում ես արա։ Նա մեկը գնում է իր արածն անում է, որովհետև սովորել է այդ պայմաններին։ Միացյալ Նահանգներում ապրող իմ ծանոթներից մեկի հետ այսպիսի մի դեպք եղավ Միացյալ Նահանգներում։ Նա արտադրական տրավմա ստացավ, մատներ կտրվել հաստոցի վրա, մատը կտրվել էր։ Եվ երբ որ նրան տեղափոխել էին հիվանդանոց, առաջին բանը, որ բժիշկները ասել էին, ունի արդյոք նա առողջության ապահովագրություն։ Երբ որ ճշտել էին, որ չունի, միակ բանը, որ նրա համար արել էին ցավազրկելներ, այնքան ժամանակ, այսինքն առաջին օգնություն համարյա թե չէր եղել, այնքան ժամանակ մինչև այդ հաստատության ղեկավարը եկել էր եւ հանձներ առել, որ ինքը պիտի վճարի վիրահատության գումարը, հետո վճարել էր եւ կատարյալ վիրահատություններ տեղի ունեցել։ Ինչպես եք վերաբերվում այ առողջության պարտադիր ապահովագրությանը Հայաստանում։ Բացարձակ կողմ եմ, բայց չեմ անում ինչքանով է մեր ժողովուրդը եւ պետությունը դրան պատրաստ։ Այդ հարցին ես պատասխանում եմ շատ կոնկրետ եւ պատրաստ դուք ինչ նկատի ունեք ֆինանսական առումով։ Նյութականը, հոգեբանականը, պատրաստականությունը, մենտալիտետը, ֆիզիկական առողջությունը, ամեն ինչ։ Դա շատ բարդ process է։ Ինչ որ վերաբերում է, այո, ապահովագրած պետք է լինի, բայց այդ ապահովագրությունը պետք է տրավմաբանական մարդը հասկանա, որ դա իրեն օգուտ է։ Եվ մարդը, եւ իր աշխատակ ոնց են ասում, ղեկավարը, այո։ Նա պետք է շահագրգռված լինի, որ իր աշխատողը լինի առողջ։ Իսկ այդ դեպքի համար ես իմ դեպքը պատմեմ, ապահովագրության վերաբերյալ էլի Ամերիկայում տեղի ունեցած։ Ես իմ ընկերոջս հետ 88 թվականին Լոս Անջելեսի կենտրոնում զբոսնում ենք։ Downtown կոչեցյալ։ Այո։ Կանգ առավ բանի մայթից եզրին, մի հատ բանի գազելի նման մեքենա, որ դռները բացվում է, ասենց ոչ թե կողքի է բացվում։ Այդ դուռը բացեց եւ մեջից մի հատ կին ընկավ, գնդին նման, ոչ թե ոտքով, այլ ուղղակի ընկավ մայթի վրա
Ինձ համարյա մի 2 մետր ինձանից մի քիչ հեռու։ Մեքսիկացի էր դեպքի, արդեն պարզ է։ Լեզուն ատամների արանքում, գիտակցությունը կորցրած, աչքերը թռած, ոնց որ ասում են, ճակատի վրա, նա արդեն կոմայի մեջ էր։ Ընդ որում բան էր, էպիլեպտիկ էր։ Էպիլեպտիկ կոմայի մեջ լեզուն, դե պետք է այդ պահին լեզուն հանես, եթե չհանես կխեղդվի։ Գիտեք, չէ, ինքնասպանություն կարելի է գործել քո սեփական լեզուն կուլ տալով։ Բայց կարող ես դու քո լեզուն կուլ Այո, կան այդպիսի հանցագործներ, որոնք անում են այդ բանը։ Ոչ թե որովհետև որ հանցագործ են, որովհետև ուղղակի ուրիշ ելք չունեն ինքնասպանություն գործելու։ Ինչևից է, եթե այդ բան չօգնես, ես նետվեցի դեպի այդ կնոջը, ուղղակի ռեֆլեքս էր։ Այս ընկերս ձեռքից բռնեց, ասում գործ չունես, ասի ինչ է, ասում գործ չունես, թող պոլիսը գա։ Ասի լսի, ինքը բժիշկ չէր։ Ոնց է ձեռքից մոտիկացա բան ատամները առանձնացեցի իրարից, լավ էլ կծեցես երկու մատս։ Ինքը ուշքի եկավ։ Այդ պահին վարորդի տեղից դուրս եկավ իր ամուսինը։ Եվ ամիջապես տեսա, որ ինքը արդեն գիտակցությունը տեղը բան, թենքը բան եւ այլն։ Այս մարդիկ սենց շրջապատել են երևի 3 մետր շարավիղով։ Բայց ոչ ոք չէր մոտենում։ Այսպես կանգնած էին։ Ու սա գորմը call the police։ Ես այդ բանը այս տղան եկավ ինձ ձեռքս, բռնեց ու փախցրեց ուղղակի։ Ասի ինչ է, ինչ տեսար ամեն ինչ նորմալ անցա։ Եթե պոլիսը գա, ասում է, եւ այդ կինը ասի, որ ես չէի ուզում, որ ինքը ինձ օգներ, որովհետեւ ես ապահովագրություն ունեմ, քեզ կդատեին։ Չէ, ինձ թվում է դա արդեն նորմալ չէ։ Նորմալ է, ոչ։ Ոչ, դա նորմալ չէ։ Բայց օրինական օրենքի բանից տեսակետից նորմալ է։ Նա պետք է քեզ իրավունք տա, որ դու իրան ձեռտես։ Ես կանում եմ։ Ինչպես կբնութագրեք ձեր կլինիկայում աշխատող բժիշկներին, նրանք որպես ղեկավար, ձեզնից վախենում են ավելի շատ, թե ձեզ հարգում են։ Ես եկել եմ այն համոզմունքի, չնայած դեն չէր ժամանակին, որ վախը պետք է ներկա լինի։ Ղեկավարի պարագայում։ Այո։ Իհարկե, ես համոզված եմ, որ ինձ ավելի շատ հարգում են, քան վախենում են։ Բայց կան անձինք, որոնք պետք է վախենան։ Չեմ անում համաձայն եք թե չէ։ Չէ, համաձայն եմ, ես ոնց եմ ձևավորում պատասխան։ Կան անձինք, որոնք որ պետք է վախենան։ Ոչ բոլորը, այո, կան մարդիկ, որոնց պարագայում վախի գործոնը պիտի լինի, համաձայն եմ։ Այո։ Իսկ ինչպեսին են ձեր բժիշկները մարդկային առումով։ Մարդկային առումով շատ տարբեր եւ շատ լավ։ Նրանք բոլորը ամենայն դեպս իսկական բժիշկ են։ Հավատարիմ իրենց մասնագիտության, հիվանդին եւ գիտության։ Ես դա ասում եմ բացարձակ պարզ երեսով եւ բաց աչքերով եւ խելամիտ բանով, գաղափարով, օբյեկտիվ գնահատականով։ Պարոն Մալայան, դուք կարող եք հիմա հիշել ձեր արած ամենաբարդ վիրահատությունը։ Գիտեք ինչ, վիրաբուժության մեջ բարդ հասկացողությունը շատ բարդ է, որովհետև կա հոգեբանական բարդ վիրահատություն, որը դու չես իմանում, ամիսներով կամ շաբաթներով ուզում ես գիտակցում ես պետք է անես, չնայած որ ինքը այդքան է բարդ չի, կա տեխնիկապես բարդ վիրահատություն, այո, կա բարդ վիրահատություն, որը որ բարդ է հոգեբանական, օրինակ ինձ որ այդ հարցը տալիս են, չնայած դուք առաջինն եք երևի, եթե չէ երկրորդը, որ այդ հարցը տվեցիք։ Առաջինն էլ է լրագրող տվել ձեզ այդ հարցը, թե չէ։ Չէ, լրագրողներ այդ հարցը չէին տալիս։ Ես կարող եմ ձեզ ասեմ, ինչ հարցեր են տալիս, որոնք արդեն ես հենց գլխից մերժում եմ, հենց սկզբից մերժում եմ։ Հայրս մի վիրահատություն անում էր, դա եզակի 2-3-4 դեպք, որի համար հնարեց, դե ասեցի մեխանիկայի հետ ունի,
հատուկ սեղան, որ հիվանդին պետք է շրջեի փորի վրա, հիմա այդ վիրահատությունները սենց են անում։ Շրջեի եւ այդ հեռացնեի։ Եվ հիվանդը բժիշկը պարկած է հատակին։ Հիվանդի դեմքը ստեղա, դու վիրահատում ես սենց։ Մի պահ։ Մոտավորապես այնպես, ինչպես մեքենայի տակ պարկած կարելի է գործ անել։ Այո, կարտերը փոխել ես, կարող է աչքից թափվի քո դեմքին։ Հիմա մահացավ, ինքը մահացավ օգոստոսին, մենք հիվանդանոց եկանք մարտին, ինչևէ անցավ մի 2 տարի, երևի, միգուցե տարի ու կես, այդպեսի հիվանդ բերեցին, որին կարելի էր վիրահատել միայն այդ ձևով։ Եվ ես ասի պետք է անեմ, որովհետև այդ վիրահատության մշակելը, գաղափարի մշակումը, տեխնիկան եւ գործիքները բանը ես հորս հետ օգնում եմ, որ նա այդ բոլորը տիրապետի։ Եվ արեցի։ Ու արեցիք։ Այո։ Եվ ու դա համարում ես համարում եմ, որ դա եւ հոգեբանական բաներ մեծ դժվարություններ եւ տեխնիկապես եւ ինչ։ Իսկ հիմա ասում եմ դա արվում է նորմալ վիճակում, վիրաբույժը նստած է, սարքավորումը բարդ է, ծանր է եւ թանկ, բայց նորմալ հեռացում է եւ վերջ։ Պարոն Մալայան, մեր ժամանակը արդեն սպառվել է, ես շնորհակալ եմ, որ այսօր ինձ հյուրեր եկաք։ Մենք այո, կարող ենք դեռ շատ երկար զրուցել, ոչինչ, մենք մեր ծրագրի շրջանակներում էլի կհանդիպենք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, որ չտվեցիք շատ ասենց ինչ ասեմ, ասենց ծանծնված հարցեր։ Շնորհակալ եմ, դա իսկապես կոմպլիմենտ էր ձեր կողմից ինձ համար։ Երբ մեզանում սկսեց խոսակցություն գնալ ընդհանրապես ապահովագրության ինստիտուտի մասին, առաջին օրենքը, որը ընդունվեց ապահովագրությանը վերաբերյալ, դա ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն էր։ Հետո նոր սկսեցին խոսել տարբեր մակարդակներում առողջության պարտադիր ապահովագրության մասին։ Սա արդեն ցուցանիշ է, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր առողջությանը։ Առողջ լինենք բոլորս։ Շնորհակալություն, կհանդիպենք հայկական երկրորդի եթերում ցտեսություն։